Պարոն Դանելյան, դուք ևս կարծում եք, որ անլուրջ է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնել, այս բային դրան հիմքերը առկա չեն։ Ես ուրեմն ուզում եմ սկսենք հենց սկզբից, նախ իմպիչմենտը որպես քաղաքական գործիք, մենք դեռ դիմադրության շարժման ժամանակ ասել ենք, որ դա շատ կարևոր գործիք է, որ պետք է օգտագործվի Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար, իշխանազրկելու հարցով։ Եվ դրա համար պետք է պարարտ նախապատրաստվի եւ ուժերը մեկտեղվի, կոնսոլիդացվի ընդդիմադիր դաշտի բոլոր հնարավոր ռեսուրսները, մարդկային, նյութական եւ այլ ռեսուրսներ, որը որ չեմ ուզում հիմա եթերից ասել, ինչ պետք է արվի, մինչև այդ թվում նաեւ որոշակի ԿՊ պատգամավորների հետ աշխատանքը, որը որ պետք է արվի դա, որպեսզի հասնենք մեր նպատակին, ոչ թե մենք ընդհանրապես դա օգտագործենք եւ ասենք, որ չի ստացվել, այլ դա իրապես արդյունք տա։ Կարծում եմ որևէ մեկը, թե Հայաստան դաշինքից, թե Պատիվ ունեմ դաշինքից, ես չեմ տեսել որևէ մեկին, որը որ կողմ չէ այդ օրակարգին, որը որ ինչ որ մի կերպ խոչընդոտում է կամ խնդիրներ է հարուցում։ Մեր այսպես ասեմ տարբերությունն ու այս հարցով մեր մոտեցումների տարբերությունն է։ Մի ուժը պատկերացնում է, որ դրա համար պետք է համապատասխան աշխատանք տարվի եւ այդ աշխատանքի արդյունքից հետո նոր խորհրդարանում դա ավելի լայն թափ ստանա։ Մյուսը կարծում է, որ մենք պետք է այս գործընթացը սկսենք առանց համապատասխան աշխատանքներ տանելու։ Ես բազմիցս իմ եթերների ժամանակ ասել եմ, որ ընդդիմադիր դաշտի միավորմանը այլընտրանք չկա, որովհետև մեկ քաղաքական ուժն ու միավորը այս պահին հնարավորություն չունի միայնակ լուծել այն խնդիրը, այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը մեկ ուժը չի կարող լուծել։ Եվ դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք։ Դրանից հետո ես բազմաթիվ իմ հարցազրույցներից հետո նաև թերահավատորեն մոտեցան իմ այս ուրեմն մոտեցման եւ ասեցին, որ մենք առհասարակ միավորվելու եւ միասնական օրակարգի շուրջ աշխատելու ցանկություն չունենք։ Հետո առաջացավ իմպիչմենտի թեման։ Այնինչ ես շաբաթներ առաջ դրա կոչն էի անում եւ դրա ուրեմն տեսանյութերը կան համացանցում, ես տարբեր հեռուստաընկերություններում հարցազրույցի ժամանակ հենց այս թեզն եմ առաջ տարել, որ պետք է այդ ճանապարհային քարտեզը մշակել, համապատասխան աշխատանքները տանել։ Ուրիշ էլի հարցեր կա, որ եթերային չի, որ ես այսօր կանգնեմ եթերում ասեմ ինչ աշխատանքներ պետք է տարվի։ Այդ աշխատանքների վերջնարդյունքում է, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին։ Ու մեր մտավախությունը հետեւյալն է, հարգելիս, որ ցանկացած չստացված պրոցես բերում է հուսալքություն, հուսահատություն մեր ժողովրդի մոտ։ Ես մի քանի գիտեք շարժումների նաև ակտիվ մասնակիցն եմ եղել եւ միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ պետք է ընդդիմությունը միասնական ուժերով հանդերձ գա եւ հնարավորինս չափով պետք է դա ինչքան հնարավոր է կազմակերպված եւ պլանավորված լինի եւ այդ կազմակերպված պլանավորված աշխատանքով է, որ մենք կարողանում ենք հասնել վերջնանպատակին։ Ես ուզում եմ մեզ լսող կամ ընդդիմադիր դաշտի մեր սիրելի հայրենակիցները ճիշտ հասկանան, ոչ թե ինչ որ մի ուժ դեմ է, կոնկրետ այսօր եւ Պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինք ես երկու խմբակցության հետ շփումների արդյունքում եմ ասում, երկու տեղներ ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք որ որևիցե մեկը չի ասել, որ չէ պետք չի անենք դա ինչ որ մի կերպ փորձեն նաև տորպեդահարեն կամ խնդիրներ հարուցեն։ Որ ասում եք ոչ մեկ չի ասում, որ չպետք է դա անեք, բայց երբ եք անելու։ Ըստ էության 1 տարի է մնացել, որ նորից ընտրություններ լինեն եւ սա ըստ էության նաեւ ընդդիմության համար լուրջ գործողություն չի, որպեսզի ցույց տան, թե ի վերջո իրենք խորհրդան եկել են ոչ թե օրինակ ծեծ ուտելու, հայոյանքներ լսելու, այլ նաեւ գործ անելու եւ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային վստահություն, ինչպես օրինակ նշվում է։ Գիտեք ինչ,
ես արդեն մոտ 3 տարի է սա լրանում, որ պատգամավոր եմ, միշտ էլ եւ փողոցային պայքարին եւ ազգային ժողովում երբ որ ասենք ընդհարում է տեղի ունենում, ես այդ ծեծ ուտելը մի քիչ ճիշտ ձևակերպում չեմ համարում, եթե լինում է բախում, այդ բախման ժամանակ եւ հարվածում ես եւ հարվածներ ես ստանում, այսինքն այդ ձեր ձևակերպումը հարգելի փայլակ տեղին չի, այսինքն եթե լինում է ընդհարում եւ նաեւ բազմաթիվ տեսանյութերում կարող եք տեսնեք, որ ոչ մեկ չի կանգնում, որ իրեն, չգիտեմ, ապտակեն կամ, չգիտեմ, շատ ժամանակ նաև մենք ենք նախահարցակ լինում, որովհետև այն խոսույթային բառապաշարը կամ այն գործելավոճը, որ օգտագործում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինձ համար անընդունելի եւ ես եմ բազմաթիվ անգամներ արձագանքել եւ տեղ եկած ժամանակ ինչ որ պետք է ասել եմ, արել եմ։ Այսինքն պետք չի նման խոսույթով հանդես գալ։ Ես ուզում եմ հետեւյալը ասել, որ ձերին հարցին, որ արդյոք ժամանակը չէ, ժամանակը միգուցե անցել է, այսինքն այն առումով, որ միշտ էլ տեղ կա աշխատելու, միշտ էլ տեղ կա ընդդիմությանը քննադատելու, ընդդիմությունը թերություններ ունի, թերացումներ ունի, եթե մենք ամեն ինչ ճիշտ անեինք, այսօր Նիկոլ Փաշինյան իշխանության ղեկին չէր լինի։ Ես ամենևին հիացած չեմ ինքս իմ աշխատանքով եւ երբեք չեմ ասել, որ ես անթերի աշխատում եմ եւ շատ ժամանակ մեր հայրենակիցների քննադատությունը տեղին էլա այն քննադատությունը, որ իրոք մարդիկ այն ընդդիմադիր մարդիկ, որոնք որ պայքարի են դուրս եկել այս տարիների ընթացքում իրենց ներդրում ունեցել են եւ իրավացի այդ մարդիկ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն եւ պահանջում են, որ ընդդիմադիր դաշտը այսօր ինձ համար շատ մեծագույն ցավ է, ես անկեղծ եմ ասում, որ ընդդիմադիր դաշտը այսօր իրար փնովելուց, իրար այսպես ասած կսմտելուց հաճույք հաստանում միայն Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը։ Մենք այդ դաշտից պիտի դուրս գանք, փոխադարձ վիրավորանքներ չհասցնենք, որովհետեւ այդ վիրավորանքները հետքեր են թողում եւ ես կարծում եմ, որ նաեւ այդ դաշտում մենք պիտի շատ զգուշ եւ շատ այսպես ասած բառերը խոսքը ընտրելուց շատ այսպես ասած ուշադիր ընտրենք, որ մեկս մյուսին չվիրավորենք, որովհետեւ վաղը մյուսօր մենք իրար հետ ենք պայքարելու փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ ես կարծում եմ, որ եթե ուրեմն մեր գործընկերները, որոնք որ ակտիվ ուրեմն այդ իմպիչմենտի գործընթացին մասնակիցն են, շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ տնային աշխատանք անենք, այդ ընդհանուր ով ինչ պատասխանատվություն է ստանձնելու, ով ինչ գործ է անելու, փողոցում պայքարը նաև ենթադրում է կազմակերպված ուժ, այդ կազմակերպված ուժի ուրեմն համակարգված աշխատանք եւ դա պետք է մանրակրկիտ գծվի։ Ես նաև այս ամեն ինչ ասում եմ նաև մեր թերացումները, մեր թերությունները հաշվի առնելով, այսինքն այն դուք խոսեցիք քննադատություններից, օրինակ քննադատվեց նաև ձեր եւ ԿՊ կամ պատգամավորներից մի քանիսի միասին ծառից ինչ եք կախում, հա? Թիթեռեր ինչ է։ Դուք բովանդակությանը չեք նայում եւ ծառից թիթեռ չեն կախել։ Նախ դա Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի նախաձեռնած միջոցառում է, դա ոչ թե դա ես թողեք ես ասեմ, եթե հարց տվել եք պատասխաններ լսեք հարգելիս։ Ուրեմն դա նախաձեռնել է Ճապոնիայի դեսպանատունը եւ հայ-ճապոնական բարեկամական խումբը եւ կազմակերպություն կա, որը որ հենց այդ նախաձեռնողներից մեկն է։ Այդտեղ նախաձեռնողը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի եղել։ Եւ այդ շրջանակներում, դրա շրջանակներում, որ Ճապոնիայի դեսպանատան պատվիրակությունը եկել է ազգային ժողով, իրենց ազգային տոնի կապակցությամբ տեղի ունեցել մի միջոցառում, որին որ հրավիրված են եղել ես եւ պարոն Խաչատրյանը։ Այդ միջոցառման շրջանակներում, ուրեմն օրինակ դուք լսել եք մեր Արտուր Խաչատրյանի խոսքը ուղված Ճապոնիայի փոխդեսպանին։ Այդ խոսքի մեջ հետեւյալն է արձանագրվել, որ Արցախում գերիվարված մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ազատ արձակվի, որ Արցախահայերի Արցախ վերադառնալու հարցը պետք է լինի Ճապոնիայի օրակարգում, Ճապոնիայի կառավարության օրակարգում եւ հրապարակային ելույթի ժամանակ եւ մասնավոր ուրեմն խոսակցության ժամանակ դեսպանատան աշխատողների հետ, փոխդեսպանի հետ,
մենք հետևյալ հարցն ենք բարձրացրել, խնդրել ենք, որպեսզի Ճապոնիայի կառավարությունը աջակցի այս ամեն ինչին եւ այդ միջոցառմանը կարող է եւ ԿՊԱ-կան պատգամավորել մասնակցի։ Այսինքն մենք ինչ անենք, մենք կաշկանդվածություն ունենք մասնակցելու Ճապոնիայի դեսպանատան կողմից, բազմաթիվ նման միջոցառումներ են նախաձեռնվել ուրեմն նույն Չինաստանի դեսպանատան կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կողմից, Ամերիկայի դեսպանատան կողմից, Ռուսաստանի դեսպանատան կողմից, եթե դու կաշկանդվես եւ այդ առիթը չօգտագործես որպես քու Ոչ մեկ չի ասում եք մասնակցեք, մի ելույթներ ունեցեք, Արցախահայերի այդ սիմվոլիկ միջոցառումը որ կա, նախաձեռնողը քաղաքացիական պայմանագիր կուսակցություն չեղել։ Դրա կազմակերպիչը եղել է Ճապոնիայի դեսպանատունը։ Դա հարգանք է ճապոնական կողմին։ Եթե դու ճապոնական կողմը հրավիրում ա քեզ եւ դու այդ միջոցառմանը չես մասնակցում եւ իր ազգային ավանդույթը, որը որ իր ազգային ավանդույթն է, եթե դեսպանը կամ դեսպանատան աշխատողները խնդրում են, որ դու այդ արարողությանը մասնակից լինես, դու չես կարող ասես, ես չեմ ուզում այդ արարողությանը մասնակից լինեմ։ Դա անարգանք է ճապոնական կողմին, որը որ ես կարծում եմ, որ բավականին մեզ համար, այսպես ասած, կարևոր գործընկեր է մեր պահանջները, մեր խնդիրները, մեր առաջարկները առաջ տանելու եւ եթե այդ խոսակցության ընթացքում հնարավոր նաեւ ճապոնական կողմը լսեց ուշադիր նաև մեր առաջարկները, եթե ինչ որ մի կերպ կարող է աջակցել Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության կամ օգնության ծրագրի աջակցության համար գումարներ տրամադրելու, ես համարում եմ դա կարևոր։ Եթե մենք չենք աշխատում այդ կառավարությունների հետ, այդ դեսպանատների հետ, աշխատում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իր ցանկալի ձևով ներկայացնում այն ամեն ինչ որ կա։ Հիմա ես ձեզ եթե հնարավոր է հարցնամ, դուք լինեք իմ տեղը։ Այսինքն եթե ձեզ միջոցառմանը կմասնակցեի, բայց այդ արարողակարգից բունտուր իրադարձություններին հաստատ չէ։ Բայց արարողակարգի մասա կազմում։ Եթե արարողակարգի մասա, ուրեմն Սակուրայի ծառի վրա իրենց ազգային արարողակարգի մի մասն է։ Ծառից կախել այդ սիմվոլիկ բանը, որը որ իրենց պլանի, իրենց միջոցառման ծրագրերի մի մաս է։ Եթե դու անարգում ես կոնկրետ ինձ այդ ժամանակ խնդրել եմ, որպեսզի ես այդ արարողությանը մաս կազմեմ եւ ես չեմ պատկերացրել, օրինակ ես ինչ հիմնավորում պետք է տայի դեսպանին կամ փոխդեսպանին կամ դեսպանատան աշխատողին, եթե այդ արարողության այդ հատվածին չմասնակցե։ Դանիելյան, եւ 2021 թվականին խորհրդարանական ընդդիմությունը շեշտեմ, պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունները ընտրություններին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանին բացառապես հեռացնելու կարգախոսով, կոչով եւ ասում էին ժողովրդին տվեք մեզ վստահության քվե, բավարար չափով է թե հիմա ոչ բավարար չափով, այնուամենայնիվ խորհրդարանում ներկայացվեցին երկու դիմադիր ուժեր, որոնք խոստանում էին Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ 4 տարի է չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել տարբեր պատճառներով։ Հիմա 2026 թվականի ընտրություններին ըստ էության Ռոբերտ Քոչարյանը իշխանափոխության տարբերակներից գլխավորը դիտարկում է ընտրությունները։ Մարդկանց գնալու եք նորից ինչ ասեք մեզ վստահության քվե տվեք, նորից գնանք խորհրդարան, հետո չստացվի, բայց այնուամենայնիվ օգտվենք աշխատավարձից, օգտվենք պարգևավճարներից, գործողումներից։ Ես օրինակ ձեզ ինչի պետք է Հերթով ես անդրադառնամ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի ասածը պետք չի նենգափոխել։ Ռոբերտ Քոչարյանը հետևյալն է ասել է, եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չեղավ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, ապա հնարավոր տարբերակներից մեկը դա ընտրությունների մասնակցելը։ Իսկ ով է հակառակ ասել, ով է ասել, որ եթե օրինակ փողոցային պայքարում հնարավորություն չլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, մենք ընտրություններին չենք մասնակցելու։ Կա տենց քաղաքական ուժ։ Եթե կա ինձ ասեք, ես իմանամ, ես ուրախ կլինեմ, որ տենց քաղաքական ուժ լինի, որ հիմա հայտարարի, ասի, եթե չեղավ փողոցում հեռացնելը, ես չեմ մասնակցել ընտրություններին։ Ոչ մեկ տենց հայտարարություն չի արել, մեկ։ Երկրորդը, մենք ասել ենք, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզնից կախված, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից, դրա համար նախաձեռնել ենք մի քանի շարժումներ։ Դրա համար եղել է, ուրեմն մինչև ընտրությունները եղել է ՀՓՇ, դրանից հետո եղել է դիմադրության շարժումը, դրանից հետո եղել է սրբազան շարժումը, այդ շարժումների ընթացքում միջալոց, օրինակ ես շարժմանը միացել եմ իմ ընկերների հետ
առաջնագծից արդեն դուրս գալով, այն առաջնագծից, որտեղ որ ես ընկերներ եմ կորցրել։ Իմ ընկերները իմ ձեռքի մեջ զոհվել են։ Ու ասենք այն մարդիկ, որ տենց մեծ խոսում են, փրթում են մեծ, ես չեմ ուզում անուններ տամ, բայց ուզում եմ իմանալ, էլի, շատ մարդիկ կան, որոնք որ մի քանի կորոնավիրուսի տեստ են հանձնել դրական պատասխանով, որ հանկարծ առաջնագիծ չգնան։ Ես շատ ուշադիր նայել եմ այդ process-ների ընթացքում, թե մարդիկ ինչ ներգրավվածություն են ունեցել, օրինակ փողոցային պայքարի ընթացքում։ Թող օրինակ ասեն մարդիկ, որ մի ճանապարհն են շրջափակել, որ մի շենքն են շրջափակել, որ մի գործողությանն են մասնակից եղել։ Մեր սրբազան պայքարի շրջանակներում էլ մեր վրա մեքենա են քշել։ Դա տեսանյութերը կան։ Էլ կներեք, էլ մենք վնասվածքներ ենք ստացել, բայց ինձ համար դա որևէ մի կերպ էլ մեզ են թիրախավորել, էլ մեր ընտանիքներին են թիրախավորել։ Ինչքան բարեկամություն, ազգուտակ կա սաղի վրա, քրեական գործ կա սաղի մոտ հարկայինը նստած է, այսօր նենց է, որ ամենաբիրտ ուժը կիրառում են հենց մեր դեմ։ Ես կարծում եմ, ես ինձ չէ որ հիացած եմ իմ աշխատանքով։ Ես չեմ ասում թե ես ինչ որ աշխարհացունց ես ինչ եմ արել։ Չէ, թող թույլ տպավորություն չստեղծվի, բայց ուզում եմ ասել, որ մենք պայքարել ենք, չի ստացվել։ Ամեն շարժում մյուս շարժման համեմատ ավելի մեծ ուժ է գեներացվել, բայց մենք վերջնանպատակին չենք հասել։ Իսկ եթե Աստված մի արածցե, ես ուզում եմ իրար հետ ազնիվ խոսանք, էլի, եթե Աստված մի արածցե, հնարավորություն չունենանք մինչև 26 թվականը Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, ես դրա կողմնակից եմ, որ առանց Նիկոլ Փաշինյանի գնանք ընտրության։ Ես էլ եմ ձեր նման մտահոգված, որ ընտրություններում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, բայց եթե լինի ընտրություններ, եթե ընտրությանը մասնակցի Հայաստան դաշինքը, մասնակցեն օրինակ 25 ուժ է, չէ՞ մասնակցել անցած ընտրություններին, մասնակցի 24 ուժ կամ 20 ուժ, որ մի երկիրն է համարելու այդ ընտրությունները ոչ լեգիտիմ։ Ուզում եմ հասկանամ, որ մեկն է համարելու ոչ լեգիտիմ, ոչ մեկ չի համարելու ոչ լեգիտիմ։ Չես մասնակցել, քեզնից առաջ 24 կուսակցություն է մասնակցել, բայց նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որպեսզի մենք ուժերը մեկտեղենք եւ չհասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը գնա ընտրություններին, որովհետև պարզա որ ընտրություններին ինքը գնալու է վարչական ռեսուրսը օգտագործելով, իր ձեռքի տակ եղած գործիքակազմը օգտագործելով, մենք տեսնում ենք, որ ինչ է կատարվում, միտեղ որ պարտվում են սրանք, ինչ են անում։ Սկսում է այդ ճակերտների մեջ անասնագողությունը, որ ստեղից ընդեղից ավականի փախցնեն, շանտաժանեն, բռնեն, քրեական գործեր հարուցեն, որ այդ մարդկանց բերեն իրանց կողմ, հետո ասենք այդ թիմ ընտրությունների արդյունքում հաղթած տեխնացուն հայտնվի, չգիտեմ, ոչ թե քաղաքը ղեկավարի, այլ հայտնվի ճաղերի հետևում։ Ես էլ եմ մտահոգված, ես էլ բազմաթիվ մտահոգվելու առիթ ունեմ, բայց ուզում եմ ասեմ, որ մենք պետք է այս պայքարի ընթացքում շատ ճիշտ, շատ պլանավորված, շատ հետևողական գրենք, իսկ ազգային ժողովում այդ ամեն մի կռիվ, ամեն մի ծեծուջարդ, ամեն մի ընդհարում, ես ուզում եմ նաև ասել, որ մեր հայրենակիցները ոչ այդքան, այսպես ասած, ուրախությամբ են դա ընդունում։ Ազգային ժողովը ինքը իր վարկանիշն էլ է գցում եւ մեր հայրենակիցների մեծամասնությունը կողմել չի, որ ազգային ժողովում, ասենք, չգիտեմ, ծեծուջարդ լինի կամ էս իրավիճակը, դա ոչ մեկին պատիվ չի բերում։